Խորհեք ինձ հետ միասին այս կարճ հատվածի շուրջ, որը քիչ է նկատվում և քչերն են ընկալում, բայց այն գտնվում է Մարկոսի ավետարանում 15-րդ գլխի 15-րդ խոսքում։ Քանի որ Պիղատոսը ցանկանում էր գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբային, իսկ Հիսուսին խարազանել տվեց և հանձնեց նրանց, որ խաչը հանվի։ Ուշադրություն դարձրեք, այստեղ կենտրոնացումը հենց Պիղատոսի այս արարքի վրա է։ Պիղատոսը, ինչպես գիտեք, հռոմեացի կառավարիչ էր, որն ապրել է Տեր Հիսուսի ժամանակներում։ Նա Հրեաստանի կառավարիչն էր, որն իր մեջ ներառում էր նաև Երուսաղեմը, այսինքն նա Հռոմի ներկայացուցիչն էր Երուսաղեմում։ Այդ պատճառով, երբ կրոնավորները ձերբակալեցին Հիսուսին, նա դատվեց փարիսեցիների ու սադուկեցիների կրոնական դատարանում, Սինեդրիոնում, այսպես ասած, հրեական կրոնի գերագույն դատարանում։ Նա դատվեց այնտեղ մի լիովին ծիծաղելի դատավարությամբ։ Եվ որպեսզի դատավճիռն ի կատարածվի, կրոնավորները նրան տարան Հրեաստանի կառավարիչ Պիղատոսի մոտ, որպեսզի Հռոմի ձեռքով սպանեին նրան։ Եվ կրոնավորները հետո կարողանային ասել. «Ոչ, մենք չենք նրան սպանել»։ Նրանք հանձնեցին Հիսուսին և դրդեցին ամբոխին գոռալ, որպեսզի Պիղատոսը խաչի նրան։ Ահա այս համատեքստում է ասվում. Պիղատոսը կամենալով հաճոյացնել ամբոխին։ Եվ նրանց համար արձակեց Բարաբային, քանի որ սովորություն կար զատկի տոնին արձակել մի հրեա բանտարկյալի, ում ժողովուրդը կցանկանար։ Այսպիսով նա արձակեց Բարաբային, հրամայեց մտրակել Հիսուսին և հանձնել խաչվելու։ Տեսեք, մեր ուշադրության կենտրոնում հենց այս մարդկային բնավորության գիծն է։ Սա այնքան մարդկային է, որքան այն օդը, որ շնչում ենք, ձեռքերը, որոնք շոշափում ենք, ոտքերը, որոնք քայլում են, և այրունը, որ հոսում է մեր երակներով։ Դա ամբոխին հաճոյանալու այս ցանկությունն է։ Պիղատոսը գիտեր, որ Հիսուսին դատապարտելու ոչ մի հիմք չկար։ Ոչինչ չկար, ոչ ապացույցներ, ոչ մի օրենք չէր խախտվել, ոչինչ չկար։ Եվ նա կարող էր արդարացնել Հիսուսին և դիմակայել հրեաներին։ Բայց ինչն ավելի զորեղ գտնվեց։ Նա ուզում էր հաճոյանալ ամբոխին։ Կառչած լինելով Հրեաստանի կառավարչի իր պաշտոնին, նա անկասկած մտածեց այսպես. «Ես պետք է գոհացնեմ այս ամբոխին, պետք է հանդարտեցնեմ այս իրարանցումը։ Որովհետև եթե Հռոմ լուր հասնի, թե Երուսաղեմում անկարգություններ են, իմ գլուխը կթռչի։ Այնպես որ ավելի լավ է այս մարդը խաչը բարձրանա, քան իմ գլուխը թռչի»։ Ինքնապահպանման և ամբոխին հաճոյանալու ցանկությունից դրդված, նա տվեց Հիսուսին խաչելու հրամանը։ Տեսեք, ինչն օգտագործեց սատանան այդ անարդարությունն իրագործելու համար։ Ինքնապահպանման, պաշտպանվելու, պաշտոնը պահելու ցանկությունը և միաժամանակ ամբոխին դուր գալու, հանրաճանաչ լինելու, մեծամասնության կողմից լավ երևալու ձգտումը։ Դուք թերևս կասեք. Պիղատոսը վախկոտ էր, չար էր և այլն, բայց Պիղատոսը ներկայացնում է մեզ բոլորիս։ Մի մեծ խնդիր կա. մի շտապեք քար նետել նրա վրա։ Քանի որ նա ներկայացնում է մարդու ամենահիմնական բնութագիրը։ Այն, ինչ նա արեց, նորություն չէր։ Բաբելոնի աշտարակաշինության ժամանակներից ի վեր, դեռևս մարդկության սկզբում, մարդ արարածը միշտ ուզեցել է փառավորվել, ճանաչվել, իր համար անուն հանել։ Ինչպես ասում էին Բաբելոնի աշտարակը կառուցողները. «Եկեք մեզ համար անուն հանենք»։ Տեսնում եք,
Մինչ օրս երկրները մրցում են, թե ով կկառուցի ամենաբարձր շենքը։ Այդպես չէ։ Ինչ որ բան փոխվել է, հազարավոր տարիների ընթացքում մարդը փոխվել է։ Ոչ, տարբերությունն այն է, որ այսօր ոչ թե մեկ Բաբելոնի աշտարակ կա, այլ բազմաթիվ։ Այսօր շատ Բաբելոնի աշտարակներ կան, նույնիսկ այստեղ, Բրազիլիայում։ Մենք ունենք Բալնեարիու, Կամբորիայում մի հսկայական շենք, աշխարհի ամենաբարձրներից մեկը։ Լինի դա Նյու Յորքում, Դուբայում, թե Լոնդոնում։ Միշտ կա մեկը, ով ուզում է ավելի շատ բարձր շենք կառուցել։ Ինչի համար։ Իր անունը ստեղծելու, պատմության մեջ մնալու, փառավորվելու եւ ճանաչվելու համար։ Եվ հետո մեկն ասում է. ես եղել եմ ամենաբարձր շենքում։ Տեսեք, ես բարձրացա այնտեղ։ Եվ մի լուսանկար է անում, այդպես չէ։ Այնպես որ եկեք չշտապենք դատել Պիղատոսին, որովհետև այդ հատկությունը մարդու ներսում է, Բաբելոնի աշտարակից սկսած հազարամյակների եւ դարերի ընթացքում։ Կարող ենք հիշել Հռոմի Կոլիզեյը։ Այն ավերակները, որոնք կան մինչև օրս։ Այնտեղ կարող եք պատկերացնել այն փառքը, երբ մեկը ելույթ էր ունենում Կոլիզեյում։ Կայսրերը, կառավարիչները, հասարակության վերնախավը, այդ գոյություններով, տոնախմբությամբ, կրքով ու խաղերով։ Լինեն դրանք կյանքի կոլիզեները, թե այսօրվա բեմերը, որտեղ մարդկային կուռքերը երգում և հմայում են ամբոխներին։ Լինեն դրանք մարզադաշտերը, որտեղ խաղացողները տոնում են ու վազում դեպի ամբոխը, բացելով բազուկները, հանում են շապիկները, ցույց տալու իրենց մարզված մարմինը և փառք փնտրելով։ Քիթը վետ տնկած ասելով. ես արեցի, ես հաղթեցի, ես եմ այն մարդը։ Լինեն դրանք այսօրվա սոցիալական ցանցերի էկրանները, բազմաթիվ հետևորդներով ու հավանություններով։ Եվ այդ ամբողջ շողոքորթությամբ։ Ասեմ ձեզ, մարդը չի փոխվել։ Միշտ կա մի ամբոխ, որ սպասում է, որ իրեն հաճոյանան։ Եվ միշտ կա մեկը, ով հանդիսատես է փնտրում։ Ոչինչ չի փոխվել, մարդը նույնն է, այս սնափառ, ունայն, հպարտ և ինքնագոհ էակը։ Նա չի սովորում, որ փառքը պատկանում է միայն մեկին։ Չի սովորում։ Պատմության ընթացքում դարերով ու հազարամյակներով կապ չունի, թե քանիսն են բարձրանում ու ընկնում, քանիսն են փառավորվում, հետո նվաստացվում, քանիսն են հայտնվում ու անհետանում պատմության մեջ։ Կապ չունի։ Մարդը շարունակում է փառք փնտրել իր համար, ուզենալով բավարարել ամբոխին։ Եվ սա միայն արտիստների մասին չէ, միայն այս աշխարհի կուռքերի մասին չէ։ Սա իմ մասին է, քո մասին է, պարզապես մասշտաբն է փոխվում։ Դու գուցե միլիոնավոր հետևորդներ չունես սոցցանցերում։ Դու չունես մարզադաշտ լցնող ամբոխ, որ քեզ լսի կամ դիտի։ Դու դա չունես, բայց ավելի փոքր մասշտաբով դու ուզում ես քո ընկերների շրջապատում լինել խմբի հանրաճանաչը, ճանաչվածը, հիացմունքի արժանացածը։ Ուզում ես լինել շողոքորթվածը, լինել ամենաամենան։ Գուցե չունես A որակը, բայց ունես B որակը, և կենտրոնանում ես այդ B որակի վրա, որպեսզի բոլորը քեզ ճանաչեն դրանով։ Այդպիսին ենք մենք։ Եվ այսպես մարդը սայթաքում է իր սեփական սնափառության պատճառով։ Ո՞րն է սրա հակաթույնը։ Ինչ պետք է անենք մենք։ Առաջին հերթին մենք պետք է ընդունենք, որ մեր ներսում, մեր սրտի բեմի վրա կա մի ես, էգո, որն ուշադրություն ու փառք է տենչում։ Դու պետք է ընդունես, որ քո եսը փառք է ուզում, ուզում է, որ ուսին խփեն ու գովեն։ Քո եսը ճանաչում ու հիացմունք է ուզում։ Դա պետք է ընդունես։ Եվ պետք է իմանաս, որ դա վտանգ է, սպառնալիք, որի պատճառով կարող ես սայթաքել ու ընկնել։
Սա առաջինը։ Իսկ երկրորդը, ինչ անել այդ հակումի հետ։ Պետք է անես այն, ինչ արեց Հովհաննես Մկրտիչը։ Հովհաննես Մկրտիչն ասաց. Պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Ոմանք գալիս էին Հովհաննեսի մոտ ու հարցնում. Դու ես Քրիստոսը։ Դու ես Մեսիան։ Նա ասում էր. Ոչ, ես չեմ, ես չեմ։ Եվ մատնացույց էր անում Հիսուսին։ Հովհաննես Մկրտիչը մատնացույց էր անում Հիսուսին։ Նա, ում Հիսուսը համարեց բոլոր մարգարեներից մեծագույնը, ամենամեծը, մեծ քան Մովսեսը, մեծ քան Եղիան, մեծ քան բոլոր մարգարեները, որ եղել են նրանից առաջ ու հետո։ Բայց Հովհաննես Մկրտիչը լինելով մեծագույնը, մատնացույց էր անում իրենից մեծին։ Հիսուսն է, նրան պետք է լսեք։ Նրա ետևից պետք է գնաք։ Նա իրեն ցույց չէր տալիս։ Փառքն իրեն չէր վերցնում։ Նա շատ գոհ էր նվազելուց և Հիսուսին բարձրացնելուց, որովհետև դա է մեր անվտանգությունը։ Մարդն ի վիճակի չէ լավ վարվել փառքի հետ, չի կարողանում։ Դժվար թե գտնեք մի մարդու, որն այս աշխարհում փառավորված է և չի տարվում մի փոքր սնափառությամբ կամ մարդկային հիմարությամբ։ Դրա համար ամբողջ պատիվը, փառքը, գովասանքը և ճանաչումը պետք է լինեն միայն Նրանը և ուրիշ ոչ մեկինը։ Զգուշացեք դրանից։ Զգույշ եղեք, թե ինչ եք անում փառքի համար։ Զգույշ եղեք, թե ինչ եք անում ամբոխին հաճոյանալու համար, որովհետև հանկարծ կարող եք հայտնվել մի վիճակում, որը մի փոքր էլ լավը չի լինի Պիղատոսի վիճակից։